Հարգելի պատգամավորներ, այժմ քննարկում ենք մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում տեխնացուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները։ Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից տեխնացուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է դոնթի բանաձևով։ Հարգելի գործընկերներ, նշված բանաձևի հաշվարկման արդյունքում 12 հանձնաժողովների նախագահների տեխնացուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ. 8 հանձնաժողովների նախագահներ կառաջադրի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, 3-ը Ուժեղ Հայաստան խմբակցությունը եւ 1-ը Հայաստան խմբակցությունը։ Բանաձևի համաձայն 7 հանձնաժողովների նախագահների տեղակալներ կառաջադրի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, 4-ը Ուժեղ Հայաստան խմբակցությունը եւ 1-ը Հայաստան խմբակցությունը։ Բանաձևի համաձայն առաջին եւ երկրորդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը։ Եվ այժմ ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին ներկայացնելու համար համապատասխան հանձնաժողովները, որոնք ընտրում է քաղաքացիական պայմանագիրը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրում է պաշտպանության եւ անվտանգության հարցերի, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները։ Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն երրորդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Ուժեղ Հայաստան խմբակցությանը եւ ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին ներկայացնելու համար ընտրությունը։ Համեցեք։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը ընտրում է ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն 4-րդ եւ 5-րդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը։ Ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին ներկայացնելու համար համապատասխան հանձնաժողովները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ Շնորհակալություն։ 6-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Ուժեղ Հայաստան խմբակցությանը, ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, համեցեք։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը ընտրում է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը։ Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն 7-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, Տիկին Մանավազյան, համեցեք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը։ Տիկին Մանավազյան, 1 հանձնաժողով։ Ինչու՞։ Կրթության 1 հանձնաժողով։ 8-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստան խմբակցությանը, ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։ Հայաստան խմբակցությունը ընտրում է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով։ Տիկին Մանավազյան, այժմ 9-րդ պաշտոնը։ 9-րդ պաշտոն։ 1 հանձնաժողով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով։ Շնորհակալություն։ 10-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Ուժեղ Հայաստանին, խնդրեմ, պարոն Կարապետյան։ Ուժեղ Հայաստանը ընտրում է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով։ Հետաքրքիր ընտրություններ, պարոն Կարապետյան։ Եվ հետևաբար 11-րդ եւ 12-րդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագրին։ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով եւ տարածաշրջանային եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով։ Շնորհակալություն, այսպիսով նախագահի հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխված են, հիմա անցնում ենք նախագահի տեղակալների պաշտոններին, տրամաբանությունը արդեն ես ձեզ ներկայացրել եմ։ Լրություն, հարգելի գործընկերներ, պարոն Գաբրիելյան, զբաղեցրեք ձեր տեղը։